Այս ֆորմատով երրորդ հանդիպումն է, բայց մենք մինչև այս ֆորմատի ձևավորումը ունեցել ենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր այլ ֆորմատներով հանդիպումներ, այլ երկրներում, այլ մայրաքաղաքներում եւ բավականին լավ ճանաչում էինք միմյանց եւ բավականին լավ աշխատանքային կապեր ստեղծել էինք ու ըստ էության այս ֆորմատի ձևավորումը դարձել էր հնարավոր հենց այդ կապերի, հենց այդ աշխատանքային փորձի շնորհիվ, այնպես որ ասել, որ այս 3 հանդիպման ընթացքում օրինակ մենք ինչ որ նոր բաներ ենք բացահայտել կամ նոր շփման ձևեր ենք ստացել, չէ, դա չկա, բայց կա այլ բան, նախ եւ Երևանում եւ Բաքվում ըստ էության երկաթյա վարակույրի պատռման, այսպես ասենք, առաջին փորձերն ենք մենք իրականացրել, ընդ որում գնալով ավելի ընդլայնվող, գնալով ավելի այսպես սիմվոլիզմը մեծացնող քայլեր, օրինակ համար այս այցը, որտեղ է ունեցել հենց սահմանազատված հատվածը ոտքով անցնելուց այլ ոչ թե ինքնաթիռով, բավականին լուրջ սիմվոլիզմ է իր մեջ պարունակում, դա այսպես առաջին կողմը, իսկ ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա ես կարող եմ ասել, որ հենց առաջին հանդիպումից սկսած, Երևանյան առաջին հանդիպումից սկսած, որը մեկնակետը դարձավ այս նախաձեռնության, կողմերը որևէ խնդիր չեն ունեցել իրենց հուզող խնդիրները բարձրաձայնելու ու նույնիսկ դա լինի Երևանում, թե դա լինի Բաքվում, դա լինի հայկական կողմի համար, թե դա լինի ադրբեջանական կողմի համար, այն բոլոր խոսակցությունները, այն բոլոր թեմաները, որոնք քննարկվում են մեր հասարակությունների կողմից, որոնք հուզում են մեր հասարակությունները, այս սեղանի շուրջ բնականաբար բարձրաձայնվում են, այդ սեղանի շուրջ քննարկումներ լինում են, ավելին ձեզ ասեմ, նաև պետական պաշտոնյաների այդ հանդիպումների ժամանակ երկու կողմերն էլ իրենց հասարակությունների համար կարևոր բոլոր հարցերը բարձրաձայնում են։ Միով բանիվ կարող եմ ասել հետևյալը, որ ֆորմատի զարգացումը այս պայմանությամբ կապված է ավելի շատ իր կազմի մեծացման հետ, ուրեմն իր պրոյեկտների իրականացման հետ, որովհետև դուք գիտեք, որ մենք բացի հանդիպումներից նաև նախաձեռնել ենք կոնկրետ նախագծեր, որոնց իրականացման ուղղությամբ աշխատում ենք, դա համատեղ հոդվածներ, համատեղ հետազոտություններ, այլ պրոյեկտներն են, որոնց իրականացումն է լինելու նաև բավականին լուրջ պրոգրեսը մեր նախաձեռնության Եվ վերջապես նոր ուրեմն այդ ընդլայնումը, որ ասում եմ, ինքը բնականաբար ինքնանպատակ գործընթաց չի, ինքը նպատակ ունի եւ մեզ հետ միակարծիք եւ մեզ հետ տարակարծիք նոր ակտորներ ներգրավել այս process-ի մեջ։